Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, սիրելի Արցախահայություն։ Այսօր մի մեծ, կարևոր, նշանակալից բարեդարձության օր է։ Ղարաբաղի շարժման 38-րդ տարեդարձը։ Այն շարժման, այն բանի նշանակալից օրվա մասին է խոսքը գնում, որ դրանից սկսվել է մի ժամանակահատվածում մեր հայ ազգի իրական հզոր, իրական, որ ասում է, կարևորություն ունեցող, ազգային պատկանելիություն ունեցող նշանակություն։ Ղարաբաղյան շարժումը ինքը իր հասակով, տենց ասեմ, տենց այդքան էլ մեծ չի, 38 տարեկան, 38-րդ տարեդարձն է, բայց այդ կարճ ժամանակահատվածում կամ այդ հասակի ընթացքում մենք ազգային մեծ նշանակություն ունեցող հանգամանքների հետ կապված, սկզբունքների հետ կապված, մեր իրական կերպարի հետ կապված մենք շատ լուրջ ձեռքբերումներ ենք արել, ձեռք ենք բերել։ Դա որն է, մեր ազգային համերաշխություններ, մեր ազգային համախմբվածություններ, ազգային գաղափարախոսություններ, ազգային հզորություններ, ազգային հպարտություններ ու մեր պատմական նշանակություն ունեցող բոլոր այդ ժամանակահատվածում ինչ իրադարձություններ եղել է, դրա արձանագրելն է եղել։ Մեկ այդ բոլոր ժամանակահատվածում, այդ տասնյակ տարիների ընթացքում ամբողջ աշխարհը մեզ ճանաչեց էլի նորից որպես հզոր ազգ, էլի նորից ճանաչեց որպես հաղթող ազգ, էլի նորից ճանաչեց մեզ այն հայ ազգի իսկական տեսակը, որը միշտ հազարամյա տարիներ ինքը գոյատևել է հանուն այդ արժեքների, հանուն այդ սկզբունքների ու հանուն այդ հզորության ի տարբերվող բոլոր ազգերի այդ կարևորությունով։ Բայց այսօր ցավոք սրտի ունենք մի հատ, որ ասում է, պատկեր, մի հատ նենց իրավիճակ, որ բոլոր արցախյան Ղարաբաղի շարժման այդ կարևոր նշանակալից ունեցող հանգամանքներն է, օրերն է, պատմական նշանակություն ունեցող հիմքերը, սկզբունքներն է, մենք բոլորը դա հակառակ պրոցես տեսանք։ Հակառակ պրոցես եկավ ինչի համար դա տես դառա, որովհետև ազգի ղեկավարությունը ներկա իշխանության մասին է խոսքը գնում, բոլոր այդ հզոր օրը այդ կապակցությամբ կամ այդ նշանակություն ունեցող կարևոր իրադարձությունների հետ կապված բոլոր այդ իրադարձությունները միանգամից զորայացրեց, միանգամից ոչնչացրեց, միանգամից, որ ասում է, բերեց ավելի վատ, ավելի ստոր, ավելի տհաճ իրավիճակի, որ մենք դրա հետ իրականում չենք կարող հարմարվենք ու չենք էլ հարմարվելու։ Բոլոր այդ ժամանակահատվածում են առաջնորդները Ղարաբաղյան շարժումից սկսած այդ ընթացքում իրենց ամեն մի ներդրումը, որը եղել է հանուն հայ լինելու, հայ ապրելու համար, հանուն մեր ինքնությունը պահպանելու, վերականգնելու համար, հանուն մեր անկախության, բոլորը դա արդարացվել է մինչև այս ներկա իշխանության գլուխ գալ այս ներկայացուցիչների օրոք։ Բոլոր այդ ժամանակներում մենք միշտ հիշում ենք, միշտ խոնարհվում ենք, միշտ փառք էինք տալիս բոլոր մեր նահատակներին, միշտ խոնարհվում ենք իրենց շիրիմների առաջ հպարտությունով, միշտ մեկ ամեն անգամ խոնարհվելով մեր մեջ ամրապնդում ենք, ամրագրում ենք մեր հայի կերպարը, հայ լինելու կարևորությունը, մեր հավատքը, ու մինչև օրս էլ ես գիտեմ, թե մեծամասնությունը մեր հայ հասարակության մեջ բոլորը կողմնակից են այդ սկզբունքներին, այդ հզոր
մեծ կարևորություն ունեցող ազգային պատկանելիությանը։ Ստեղ ամեն մարդ բոլորը ժամանակահատվածում ով ինչ արել է, թե իր հերոսությունով է, թե իր առաջնորդությունով է, կարևորացնել է ամենաառաջինը իրեն պատկանելությունը, ազգային պատկանելությունը, ինքը հայ է, հայ ազգի ներկայացուցիչ է, քրիստոնյա է, այդ հավատքի նկատմամբ։ Ընդհանրապես ինչ որ մեր նախնիներից փոխանցվել է մեզ։ Մեկ էլ դա ամեն ձևի ամրապնդելով, ամեն ձևի պահպանելով պիտի փոխանցեինք մեր հաջորդ սերունդին։ Բայց մեր ազգի մեջ ծնվեց մի հատ սրիկա, մի հատ նիգաձայ, իր շրջապատով, իր նմանատիպ այդ պատոնկներով, որոնք մեր ազգի մեջ սկսեցին մտցնել պառակտումը, ատելությունը, մեկը մյուսի նկատմամբ, թշնամանքը, ու դրանով սկսեց մեր ազգի արդեն պարտությունները, դրանով սկսեց մեր ազգի արդեն անհաջողությունները տարբեր ոլորտներում, տարբեր հարթակներում։ Մենք եկան ամեն մեկս եկանք միան եզրակացության, որ համերաշխությունը, հարգանքը մեկը մյուսի նկատմամբ, դա հենց ազգային համախմբվածության աղբյուրն է։ Մենք եթե նորից կարանք վերականգնենք ու պիտի վերականգնենք, որովհետև դա մեր պարտականությունն է, դա մեր պարտքն է, այդ համերաշխությունը, այդ հարգանքը, սերը իրար նկատմամբ, ես գիտեմ, թե համախմբվածության, հզոր ազգային համախմբվածությունը ինքը վերածնվելու է։ Ու հաշվի առնելով մենք, որ հայտնվել ենք այսօր այս իրավիճակում, ես գիտեմ, թե դե ամեն մեկիս անհրաժեշտությունն է ներգրաված լինենք այ հենց այդ նմանատիպ մոտեցումներով, այ հենց մտքերով, այ այդ ձևաչափումներով, որովհետև այսօրվա ժամանակ այնքան է ճակատագրական, թե հայրենիքի հետ կապված, թե մեր ընտանիքի, մեր երեխոց հետ կապված, թե մեր շրջապատի հետ կապված, եւ նաեւ մեծ կարեւորություն անցյալում մեր հզոր առաջնորդների, մեր հզոր հերոսների, սխրանքների արդարացնելու այդ արժանապատվությունը ամրակնելու համար։ Արցախի Ղարաբաղի շարժումը այսօրվա իրավիճակում մեր մեծամասնությունը, մեր հայ ժողովրդի մեծաքանակ մասնակից է եղել այդ շարժմանը։ Ամեն մեկը մի ձևակերպումով, ամեն մեկը մի իր ներդրումով, ամեն մեկը մի իր էությունով, իր ապրելակերպի ժամանակահատվածում էլ։ Տես մարդ չկա, որ այսօրվա պահում Արցախի շարժման մասնակից չլինի։ Այն ժամանակ մեկը եղել է թոր, այն ժամանակից հետո թորը դարել է զինվոր, այդ զինվորը այդ շարժման շարունակությունն է եղել, իր հերոսությունով պաշտպանել է այդ հողն ու այդ ազատագրած այդ հայրենիքը։ Դրա շարունակությունով էլ, որ ասում է, ամրագրվել է Արցախի անկախությունը, դրա շարունակությունով ամրագրվել է Հայաստանի, մայր Հայաստանի Արցախի հետ միասին իր ամբողջականությունը, ու տասնյակ տարիներ մենք դրանով հպարտացել ենք, տասնյակ տարիներով այդ շարժման աղբյուրների, որ ասում է, ծնված այդ արդյունքներով ենք մենք հետագայում զարգացել, հետագայում ապրել, հետագայում մենք մեր սերունդին դաստիարակել։ Եթե մենք այդ շարժման ընթացքում, այդ շարժումը եթե ճիշտ չլիներ, եթե այդ շարժման ընթացքում մենք ճիշտ սերունդ դաստիարակած չլինեինք, մենք չէինք ունենա այդքան երիտասարդ հզոր հերոսներ, այդքան նվիրված զինվորներ, այդքան նվիրված տղերք, որոնք իրենց կյանքը զոհաբերել են հանուն այդ շարժմանը, հանուն այդ սկզբունքների, հանուն այդ ազգային միասնության, հանուն հայ լինելու, հայ ապրելու համար։ Ու ես այսքան բառերը ինչի համար եմ օգտագործում, այսքան բառերը ինչի համար եմ կարևորացնում, մենք ամեն մեկս ունենք այսօր նույն հնարավորությունը, նույն դժվար ժամանակն է, ինքը ոչ մի բանով չի տարբերվում առաջվա այդ շարժման ընթացքում կամ այդ շարժումից հետո բոլոր գործողությունների ընթացքային process-ների մեջ նույն դժվարություններն է։ Ստեղ մարտեությունով մենք պիտի արդեն ցույց տանք մենք որ նույն այն ժառանգներն ենք, նույն այն մարդկան շարունակություն, որ ասում եմ ողջ մնալով մենք շարունակում ենք իրենց գործը։ Կարողանում ենք մենք դա անենք, կարողանում ենք մենք ապացուցենք դա, բարերով չի,
հոդվածներ գրելով չի, խոնարհվելով չի, ի գործը դա արդյունք է, որ ի գործ ես աշխատում, դա արդյունք է ունենում։ Այդ արդյունքը, մենք այդ արդյունքով պիտի արդեն գրենք պատմության մեջ, այս հիմիկվա ժամանակ է, այս հիմիկվա պատմության մեջ, որ մենք կարողացանք նորից վերականգնել հանուն մեր արժանապատվությունը վերականգնել, մեր ինքնությունը վերականգնել, մեր ինքնասիրությունը, էլեմենտար են ձևի բառեր եմ ասում, արժանապատվություն, ինքնասիրություն, ազգի պատկանելիություն, մենք դա էլ չենք կարող վերականգնել, արդյոք մենք չենք կարող վերականգնել։ Ես դրա հակառակ ասում եմ, որ կարողանալու ենք, պիտի անենք դա, ուզես չուզելով պիտի անենք դա, որովհետև մեր ամեն մեկս վաղվա ապագան, որ ուզում ենք տենանք, մենք ուզում ենք մեր հայի կերպարով տենանք։ Այսօր մեր ինչ մեզ ուզում են մատուցեն, այսօր մենք ինչ ուզում են համոզեն կամ ստիպելով, որ ասում եմ ամեն ձևի բաներով փորձեն մեզ գցեն այդ թակարդի մեջ, մենք չպիտի տրվենք դրան։ Դա բոլորը մեր համար վաղվա ամենադաժան օրերից մեկն ենք հանդիպելու, որ այսօր հարմարվենք մենք այսօրվա իրավիճակին ոնց որ կա։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի իմ հայ ժողովուրդ, սիրելի արցախահայություն, այս իրավիճակը հպարտանալի ժամանակներ է, իրոք հպարտանալի ժամանակներ է, ծանր ժամանակ է։ Ես գիտեմ, հիշում եք այն ժամանակները, էլի ծանր ժամանակները, բայց ինչ ազգային վերածնունդ կար, ինչ ոգևորիչ խոսքի բան էր ձևակերպում, մթնոլորտ էր ձևակերպում։ Ծանր ժամանակները սով էր, լույս չկար, էլի եկա մեծ պակասություններ էր, եկա խնդիրներ էր, բայց այդ ազգային հասկացողությունը, պատկանելիությունը հայ լինելու համար, հայ ապրելու համար կամ քո կերպարը ավելի մեծ բանով նշանակություն ունենալու համար, սաղ ազգը կայներ համախմբել ու պայքարում էր դրա համար։ Ինքը հաղթեց, ինքը դրանով ապացուցեց մեր ազգի ուժեղ լինելը ու դրանով ապացուցեց մեր պատմության այն անցած ճանապարհը, որ իրականում այն հզոր մարդիկ, որ այդ ծանր ժամանակներում ծնվել են ու ազգը կարողացել են համախմբեն ու հաղթահարեն այդ դժվարությունները ու ազգի էությունը պահպանեն հազարամյա տարիներ, այսօր նույն իրավիճակում մենք պիտի այդքան այդ ամեն բոլորը մենք վերականգնենք, ոչ մի բանից մի վախեք, ոչ մի բանից մի վախեք, մենք այդ վախի բանը արդեն անցել ենք մի տասնյակ անգամ, վախը մեր համար դարել է մի հատ հզորության կամ ինքնապաշտպանության կամ ինչ-որ մի հատ առիթ վերածննդի։ Մենք միշտ ծայրահեղությունից ծայրահեղության իրավիճակում ենք հայտնում, դրա հիման վրա էլ մենք կարողանում ենք նորից էլի վերածնվենք ու նորից էլի հաղթող կերպար դուրս գանք։ Թուրքից մի վախեք, թուրքը մեր պատմական թշնամին է, թուրքի մասին այսօր չեն մեզ պատմում, թուրքի մասին մենք այսօր չենք տեղյակ ով է, թուրքի ձեռագիրը գիտենք, թուրքից մեր ինչքան հայորամյա տարիներ է կամ ինչ-որ ծանր ժամանակներ մենք միշտ հայտնվել ենք, դա թուրքի մեղքով է եղել։ Մի բան արեք, մի քաշվեք, մի վախեք, մի հուսահատվեք։ Աշխարհով ամեն տեղ էլ նույն արժանապատվության, նույն ինքնուրույնության, նույն արժեքների համար են բոլորն էլ կռվում։ Նույն ազգի պատկանելիությունը մենք ունենք, մենք էլ պիտի կռվենք, մենք էլ պիտի պայքարենք մեր արժանապատվության, մեր հայ լինելու, հայ ապրելու իրավունքների համար։ Համերաշխ եղեք իրար հետ, իրար նկատմամբ հարգանքով, սերով ու կտեսնեք այս մոտակա ամիսները, եթե մենք կարողանանք այդ մթնոլորտը ձևակերպենք, ինչ հզոր ուժ է ձևակերպելու։ Ու հանուն այսօրվա առիթին Ղարաբաղյան շարժման ես բոլորին նորից եմ հորդորում, նորից եմ կոչանում, նորից եմ խնդրում, եկեք միասնական մի բռունցքով վերջ տանք այս սրիկա, այս ինչ կատարում է մեր շուրջ, սա մենք սրան արժանի չենք, մենք չենք կարա սրա հետ հարմարվենք, մենք հենց հարմարվեցինք մեր ազգի իրական տեսակի կերպարը փոխվելու է, մեր նկատմամբ ուրիշ ձևի են վերաբերվելու, մեզ ուրիշ աչքով են նայելու, մեզ ուրիշ ձևի են դիմելու, մեզ ուրիշ ձևի են հաշվի առնելու, անպայման պիտի վերականգնենք մեր իսկական հայի տեսակի այդ ազգության պատկանելիությունը, ու մենք այդ հնարավորությունները ունենք, բոլոր հնարավորությունները ունենք,
Մենակ ստեղ պիտի ամեն մեկս գիտակցաբար իր մեջ հասկանալով, իր հետ շփվելով, խոսելով, հարց տալով ինքը ինքնուրույն որոշում կայացնի, ում ա ուզում ինքը վաղվա օրը տեսնի, որ ազգի ներկայացուցիչ, որ անունը կրող կամ ընդհանրապես ով լինելու, ով ենք մենք։ Շնորհակալություն։